Պարոն Պետրոսյան, կարելի է մի հարց, ինչպես կմեկնաբանեք ստեղծված իրավիճակ եւ Մամր Եղիազարյանն ասաց, որ ոստիկանությունն են կանչել, ասել են քաղաքականությունից հեռու մնացեք, այդ հորդորը ինչպես կմեկնաբանեք։ Ասենք, եթե կանչեն, ասեն հեռու մնացեք, պիտի հեռու մնանք, իհարկե ոչ։ Իսկ ծեծել է ազատամարտիկ։ Ուրեմն բոլոր տեսակ ամեն ինչի միջով անցել ենք, հենց ենք անցել։ Եթե Նալբանդյանն ասել չէ, այդքան հեշտ չի ազատություններով։ Ցավն եմ, որ մեր պետականությունն ունեցած ժամանակ է դրա միջով անցել։ Մենք սրա միջով իրավունք չունենք մեր ազգին անցկացնել։ Ցավն մի քանի օկու կամ մեր անհատների խնդիրը չի, ազատամարտիկի խնդիրը չի։ Երկրում, եթե ուզում են աստված ոչ արած, եթե երկրում փորձեն վախի մթնոլորտ ձևավորել, այսինքն մենք իրավունք չունենք։ Մենք վախեցած չենք, բայց մենք ուզում ենք, որ գորեմեկի մտքով շանսի ժողովրդին վախեցնեն։ Հիմա իրանք ուզում են ազատամարտիկի ձեռ բարձրացնել, իցույց դնեն Հայաստանի, որ եթե մենք կարող ենք ազատամարտիկ ծեծենք, բա մնացածից ինչ կարող անենք, չեն կարող անել։ Իրանք ազատամարտիկ չեն կարող ծեծեն, իրանք ժողովրդի ձեռ չեն կարող բարձրացնել։ Դա մեզից մեկն է, որ սահմանը իրանք համար արդեն խնդրեմ է։ Դրա համար են կարող ուզում են մեզից ազատվել։ Այդ ֆիզիկապես կարան ազատեն, գնդակար են, ոչասնեն, աքսորեն, իմ պապս էլ 18 թվականին ճակատամարտին ապանում կրված թուրքերի դեմ, կոմունիստական իշխանության ամենաառաջին իրան աքսորեցին, հերս 5 տարեկան որդն է, առանց հերնեցա։ Նույն գործելակետը։ Նույն տարբեր ես էլ Ղարաբաղում կրվել երկեն ձեր դե աքսորեն։ Ժամանակն է, հիմա որտի չաքսորեն, այն ժամանակ չեն կարացել հավաքվեն իրար շուրջ, հիմա մենք որոշել ենք հավաքվենք իրար շուրջ։ Հիմա վտանգ են տեսնում ազատամարտիկներից, հա, ազատամարտիկներից, իրանք չեն սիրում է ժողովրդին։ Կապ չունի ազատամարտիկ է, ազատ խոսք ասողին չեն սիրում։ Իր սեփական հայրենիքին սիրողին չեն սիրում իրան։ Մեր տեսակի մեջ են փորձել փաթախվել, խառնել իրար, փորձում են հանել իրար դեմ, չեն կարենալու, չեն գտալու։ Մենք քաղաքականության մեջ ենք ազնիվ, այդ համար մեզ չեն սիրում։